Նանտապանում հյուրընկալել եմ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մեր հարցազրույցի սկզբում փորձենք նախ հասկանալ մենք ինչպիսի մթնոլորտում ենք գնում խորհրդարանական ընտրությունների, թեև պաշտոնական քարոզարշավը չի մեկնարկել, բայց քաղաքական ուժերը, իշխանություն, ընդդիմություն, այլ ուժեր, որոնք հայտ են այս տարի ներկայացրել, նրանք տարբեր ֆորմատներով հանդիպում են բնակիչների հետ, ներկայացնում են իրենց տեսլականը, շփվում են, ինչ կարող եք ասել, ինչպիսին է մթնոլորտը։ Գիտեք, ես կարծում եմ մթնոլորտը ինչ-որ չափով տրամաբանական է, քանի որ նախընտրական տարի է եւ ընդհանրապես 1.5 ամիս մոտավորապես ժամանակ է մնացել, մի քիչ ավել մինչև ընտրությունները եւ բնականաբար բոլոր քաղաքական ուժերը, ովքեր որ այս կամ այն չափի հավակնություններ ունեն կամ ուղղակիորեն իշխանությունը պահպանելու կամ հակառակը իշխանափոխություն իրականացնելու, պարզ է, որ հիմա արդեն գտնվում են ամենաակտիվ փուլում իրենց նախընտրական պայքարի։ Ավելին ձեզ ասեմ, ես համաձայն եմ ձեզ հետ, որ թեպետ պաշտոնապես դեռ քարոզարշավը չի սկսել, դեռևս 20 օր մոտավորապես նույնիսկ ավել կա, բայց այնպես չի, որ նոր է սկսվել այս ամեն ինչը։ Ես օրինակ բաղուց արդեն ասել եմ, որ դեռևս 24 թվականի սկզբից իշխանությունը սկսել է նախապատրաստվել այս ընտրություններին, ընդ որում այն ժամանակ իշխանությունը դեռ չէր կողմնորոշվում այդ ընտրությունները հերթական են լինելու, թե արտահերթ են լինելու։ Ես կարծում եմ բոլոր տարբերակները դիտարկվում էր, հաշվարկվում էր եւ այլ եւ այլ։ Ինչևէ 24 թվականի սկզբից ստարտը տրվեց, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը միանգամից նոր տարվա տոնակատարություններից հետո սկսեց մարզեր այցելել, այն կախիչների հայտնի թեմաները, դպրոցների ստուգումներ, ինչ որ մարդկանց ցուցադրաբար պատժել եւ այլ եւ այլ, այսինքն այն ժամանակվանից սկսած Նիկոլ Փաշինյանը արդեն սկսել էր նախընտրական կամպանիան։ Ընդդիմությունը բնականաբար, քանի որ այս անգամ մենք ունենք տարբեր բնույթի ընդդիմություն, հա, այսինքն կա այսպես կոչված տիտուլային ընդդիմությունը, որը հիմնականում դա ասոցիացվում է խորհրդարանական ընդդիմության հետ, եւ ընդդիմություն, որը փորձում է այլընտրանք հանդես, որպես այլընտրանք հանդես գալ թե այսօր գործող իշխանությանը, թե հենց նույն տիտուլային ընդդիմությանը, այսինքն ընդդիմություն, որը փորձում է պայմանական ասած երրորդ ուժի դերակատարում ունենալ, այսինքն ընդդիմություն այն ընտրազանգվածի համար, որի համար ընդունելի չեն ոչ ներկաները, ոչ պայմանական ասած նախկինները։ Ես իհարկե շատ արհեստական եմ համարում այդ նարատիվները, ներկա, նախկին եւ այլը, ի սկզբանե դա զուտ քաղտեխնոլոգիական հնարք է ինքը իրենով, որովհետեւ այսօր բոլորն են նախկին, այս դասական առումով։ Մի խոսքով այն նոր ուժերը մանավանդ, որոնք հիմա իհայտ են եկել եւ փորձում են հնդածս եւ ձևավորվել եւ սկսել իրենց նախընտրական կամպանիան, ես օրինակ նկատի ունեմ Ուժեղ Հայաստան կուսակցությանը, որը դաշինքային է կարծես թե դաշինքով է հանդես գալու, ուղղակի այդ անունը թույլ չտվեցին, որպեսզի Սամվել Կարապետյան անունը ընդհանրապես լինի, հնչի եւ միասնության թևերը, դրանք ես կարծում եմ այն ուժերն են, որոնք փորձում են այլընտրանք լինել, թե պայմանական ներկաներին, թե պայմանական նախկիններին։ Այսինքն այս ուժերը հնդածս են փորձում եւ միաժամանակ կառուցվածքային իրենց հարցերը լուծեն, ինչու՞ չէ նաեւ իրավական հարցերը լուծեն, անգամ կուսակցությունն են գրանցում, այսպես ասենք, հնդածս եւ փորձում են միանգամից մտնել նախընտրական կամպանիայի մեջ։ Այդ իսկ պատճառով բավականին բազմաբևեռ եւ խայտաբղետ է իրավիճակը, բայց ամեն դեպքում իրոք բավականին ակտիվ բոլորը մտել են պայքարի մեջ, իհարկե փոքր-ինչ զարմանալի է, որ այնուամենայնիվ դեռևս չսկսած, պաշտոնապես չսկսած այնուամենայնիվ բոլորը անխոչնդոտ իրենց նախընտրական կամպանիան փորձում են իրականացնել, այդ հանդիպումները իհարկե տարբեր անուններ են, չէ՞ դնում, օրինակ ԿՊ-ն իշխող կուսակցությունը ասում է դա ներկուսակցական ինչ-որ հանդիպումներ են, մյուսները այլ անվանում են դնում, բայց ամեն դեպքում նախընտրական կամպանիան սկսել է։ Մենք ունենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը ուղղակի դա իշխանությունն է եւ արդեն իսկ կա 4 խոշոր
անդիմադիր միավորում, որոնք հիմնականում դաշինքային տրամաբանությամբ են ստեղծվել, թեպետ ընտրական տակտիկական իրենց նպատակներից ելնելով կարող են հանդես գալ նաև մեկ կուսակցության, ասենք դրոշի տակ, բայց միևնույն է, նույն Բարգավաճ Հայաստանը, միևնույն է, դա դաշինք է, եթե վերցնենք կառուցվածքը այդ ուժի, նույն միասնության թևերը դաշինք է իր այսպես կառուցվածքային տրամաբանությամբ, թեպետ նույնպես մեկ կուսակցության, իսկ մնացածը Հայաստան դաշինքը եւ ուժեղ Հայաստան դաշինքը, այդպես անվանենք, իրենք փաստացի օֆիցիալ դաշինք են հանդես գալիս։ Այնպես որ բավականին ակտիվ է, բավականին մթնոլորտը բնականաբար ծանր է, այն առումով, որ կարծես թե հիմնական նարատիվը, որի հեղինակը հենց իշխանությունն է, ինչպես միշտ դա հակասությունների սրացումի վրա են խաղում իշխանությունը, մենք տեսնում ենք այդ խոսույթը պատերազմ կամ խաղաղություն ընդհանրապես ցավոք սրտի քաղաքական բանավեճի մակարդակ չի առանձնապես, այլ ավելի շատ անձնական այսպես ասենք մակարդակով է այդ ամեն ինչը արվում, անձնական վիրավորանքների եւ այլ առայժմ մենք շատ լուրջ քաղաքական դիսկուս առայժմ չենք տեսել, բայց չեմ կարծում, որ այնուամենայնիվ իշխանությունը տվյալ դեպքում առաջի հերթին, որտեղ իշխանությունն է այս մոդան, այս տրենդը ձևավորում, կարողանա խուսափել այնուամենայնիվ քաղաքական բանավեճից։ Մենք դրան մի փոքր ուշ անդրադառնանք, պարոն Հակոբյան, ես մթնոլորտը նաև այն համատեքստում էի հարցնում, որ ուժեղ Հայաստանը հայտարարում է, որ վախերով պայմանավորված երկրում աննախադեպ բռնաճնշումներ են, այն աստիճան, որ չեն խնայում անգամ կերակրող մայրերին, եւ սա այն դեպքում, երբ բերման ենթարկվողներ այդ կուսակցությունից մարդիկ են, ովքեր որոնց մեղադրանք են առաջադրում կաշառք բաժանելու հոդվածով եւ հրապարակում են զուգահեռ ձայնագրություններ, որոնք բոլորս լսել ենք։ Այս առումով նաեւ մթնոլորտը փորձեն գնահատել, արդյոք երկրում կան բռնաճնշումներ, եթե կան, դուք որ դրսևորումները կհամարեք, որ իսկապես կարելի է այդպես։ Գիտեք, ցանկացած իշխանություն, եթե փորձում է իրավիճակ փոխել, այսինքն եթե ունի մտահոգություններ, իրական մտահոգություններ իշխանությունը կորցնելու հետ կապված, ինքը փորձում է ցանկացած պատրվակ օգտագործել, որպեսզի իր այսպես ասենք ճնշումները լեգիտիմացնի ցանկացած եղանակով։ Եվ ամենատարածված եղանակը դա այսպես կոչված ընտրակաշառքի մեջ մեղադրելն է որևէ քաղաքական ուժի։ Ընդհանրապես այս իրավիճակը ունիկալությունը նրանում է, որ սովորաբար մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ իշխանությանը, այո, մենք սովորաբար այդպես է, հիմա այս իշխանությունը ինքը փորձում է ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրել ընդդիմությանը, դա իհարկե բավականին զվարճալի է այս առումով, նույն ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, նրանում, որ իշխանությունը պետական բյուջեի հաշվին փաստացի ընտրակաշառք է բաժանում, օրինակ թոշակների տեսքով, այդ առողջապահության ապահովագրության տեսքով, նույնիսկ քաղաքական որոշումներ է ընդունում, ասենք բանակի հետ կապված, նույն այդ 2 տարին 1.5 տարի դարձնելը ընտրություններից առաջ, դա նույնպես բնականաբար այդ սերիայից է։ Այսինքն, պարզ է, որ թե նրանք, թե մյուսները իրար մեղադրելու են։ Իրենց գնահատականները իմ հարցը այն մասն էր, որ թողնենք մի կողմ, ես որպես մասնագետի, որպես քաղտեխնոլոգի եւ կողքից այս ամեն ինչին հետեւող, այսինքն մարդ, որը չի հավակնում այս process-ներին մասնակցելու, ձեր գնահատականը ո՞րն է։ Ձայնագրությունները, եթե դրանք ապացույցներ չեն, ապա ինչ է։ Գիտեք, ձայնագրությունները ընդհանրապես ես հիմա իրավական տեսակետից չեմ ուզում գնահատական տամ, որովհետև մենք ականատես ենք եղել, որ ձայնագրությունները այնպես են մոնտաժվում կամ այնպիսի ռակուրսով են տրվում, նույն սրբազան շարժման հետ կապված, հա, ամենայն դեպս փաստաբաններն էին դա ներկայացնում, որ ես հիմա որևէ վստահություն չունեմ որևէ բանի նկատմամբ, որևէ ձայնագրության նկատմամբ, որևէ իրավապահ, ընդհանրապես վստահությունը իրավապահ համակարգի նկատմամբ ես կարծում եմ իրականում բավականին ցածր է, որովհետև իրավապահ համակարգը այնուամենայնիվ մեր մոտ դարձել է, իհարկե հիմա չի դարձել, դա միշտ էլ եղել է, բայց ես կարծում եմ այնուամենայնիվ հիմա դա ուղղակիորեն քաղաքական մահակ է դառել
իշխանության ձեռքում։ Այս առումով այդ բոլոր ձայնագրությունները, բոլոր, չգիտեմ, ինչ որ տեսագրությունները եւ այլը իրենք միանշանակ չեն ընկալվում, որովհետեւ շատ դեպքերում հետո պարզվում է, որ դա մոնտաժված է, այդ թվում նաև եկեղեցու հետ կապված, եթե հիշում եք, այդպիսի բաներ կային, հա, Արշակ Սրբազանի հետ կապված, որ հետագայում պարզվեց, որ դա էլ է մոնտաժված նույնիսկ։ Այսինքն այստեղ իրավական գնահատական ես բնականաբար չեմ տա, քաղաքական գնահատականի տեսակետից ես ասում եմ, որ կողմերը իրար մեղադրում են ընտրակաշարք բաժանելու մեջ ընդհանուր առմամբ եւ դա նույնպես մտնում է նախընտրական պայքարի տրամաբանության մեջ, որովհետեւ այսօր իշխանությունը օրինակ մեղադրում է ընդդիմությանը դրան մեջ, որ իրենք բարեգործություն անվան տակ ինչ որ ընտրակաշարք են ուզում բաժանել կամ շատ դեպքերում ասում են բան, չէ, միտինգի են բերում շահագրգռելով եւ այլը, բնականաբար ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը ոչ առանց պակաս հիմնավորումների, եթե նրանում, որ ըստ էության իշխանությունը ընտրություններից առաջ սկսել է բյուջեի հաշվին ուղղակիորեն մարդկանց շահագրգռել։ Տեսեք, մեր հարցազրույցների նպատակը նաև այն պետք է լինի, որ մեզ լսողները փորձեն այս ամենի մեջ կողմնորոշվել։ Այո, եթե լսենք իշխանությանը ամբողջ մեղավորը ընդդիմադիրներն են, ընդդիմությանը լսում ենք ամբողջ մեղավորը իշխանությունն է։ Հիմա հասարակության կողմնորոշիչը որը պետք է։ Ես կարծում եմ հասարակության կողմնորոշիչը պետք է լինի այն մոտիվացիան, թե արդյոք այսօրվա իշխանությունը, օրինակ, հա, այսօրվա իշխանությունը այլ եղանակներ ունի հաղթանակի հասնելու, քան օրինակ ընդդիմության ձայնը լռեցնելու։ Եվ այս պարագայում, եթե իշխանությունը ունի բավականին անսպառ ռեսուրս, իրավական ռեսուրս, իրավապահ համակարգի միջոցով, այսպես ասեմ, փորձել ճնշել ընդդիմությունը նման ռեսուրս չունի ընդհանուր առմամբ։ Այսինքն ընդդիմությունը եթե ունենար իր իրավապահ համակարգը, ապա ես կարծում եմ ընդդիմությունն էլ բազմաթիվ հազարավոր նմանատիպ ձայնագրություններ կունենար այդ դեպքում, թե ինչ են խոսում խոհանոցում կամ մարզպետարաններում կամ համայնքապետարաններում, իրար մեջ, ասենք, համայնքապետարանների կամ մարզպետարանների տարբեր պաշտոնյաներ ինչի մասին են խոսում, ինչ ագրգռվածությունների մասին են խոսում, ինչ մեխանիզմների մասին են խոսում, թե ինչպես ասենք նույն իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ, ասենք նույն Նիկոլ Փաշինյան, ում պետք է բերեն, ինչ մեխանիզմով, ինչ ագրգռվածության։ Ես ուզում եմ ասել, որ այն ինչ որ իշխանությունը ունի, եթե ամփոփեմ, այն մեխանիզմը, որ ինքը ունի, իր ձեռքի տակ իրավապահ համակարգը, որը որ լսում է, նկարում է եւ այլը, իդեպ օրինակ հիմա հետաքրքիր է, որ ոչ մեկին չի հետաքրքրում ի վերջո այդ ձայնագրություններն էլ ինչի հիման վրա են արվում։ Սովորաբար իրավական պետության մեջ ձայնագրությունները որպեսի անեն, ինձ ու ձեզ որպեսի մեր մասնավոր խոսակցությունը ձայնագրի, իրավապահ համակարգը պետք է ունենա դատարանի որոշում։ Այսինքն իրացնելով ինչ որ օպերատիվ տվյալներ, որ ես եւ դուք օրինակ ինչ որ հանցավոր գործունեությամբ ենք զբաղված ընդհանուր։ Հիմա արդեն այնքան է սովորական դարձել այս բաները, այսպես կոչված ձայնագրությունները, որ որևէ մեկին այլևս չի հետաքրքրում, լավ, ինչի հիման վրա է դա արվել։ Ասենք 5 հոգի իրար հետ խոսում են ինչ որ բանի մասին, շատ դեպքերում նույնիսկ ակնարկներով են խոսում կամ ինչ որ բանի մասին են խոսում, որի բովանդակություններ շատ դեպքերում չես հասկանում, այսինքն այստեղ իրավական են սահմանը շատ սահուն է էլի ընդհանուր առմամբ, այսինքն օրինակ բիզնեսի մասին են իրար հետ խոսում, դա համարվում է, որ ասենք բան են անում, ընտրական շրջանում բարեգործությամբ են զբաղվում։ Դրա համար եմ ասում, օրինակ եթե իշխանությունը ընդդիմությունը ունենար իր իրավապահ համակարգը, պատկերացնում եք մարզպետարաններում հիմա ձայնագրություններ Եվանային եւ կամ համայնքապետարաններում ինչ ձայնագրություններ հիմա կսփռվեր։ Ես այդ իսկ պատճառով եւ ասում ենք ինչպես պետք է կողմնորոշվեն, եթե մեր ընտրողները պետք է կողմնորոշվեն այն հանգամանքով ինչ որ մեկը կաշառք բաժանում է թե չէ, այլ ոչ թե քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, այլ ոչ թե սեփական գնահատականը տալով, թե գործող իշխանությունը ինչ է արել 8 տարվա մեջ, այդ ընդդիմությունը այդ ընդդիմության տարբեր թևերը ինչ են արել, ապա ես կարծում եմ ընդհանրապես ընտրությունները կվերածվեն ընդամենը թամաշայի ընդամենը։ Այդ իսկ պատճառով նորից եմ ասում,
ես կարծում եմ ուղղակի իշխանությունը իր գործով է զբաղվում, ընդդիմությունը իր գործով է զբաղվում։ Ես կարծում եմ, որ ընտրողը պետք է կողմնորոշվի ծրագրերով, պետք է կողմնորոշվի ովքեր են ասում եւ իշխանության դեպքում հաշվետվությունից ելնելով արած գործի, ընդդիմության դեպքում տվյալ դեպքում քանի որ խոստումներով, դա ավանդական մոտեցում է, այլ մոտեցում չկա, եթե եւ ոչ միայն խոստումներով, կան նաեւ քաղաքական ուժեր, որոնք եղել են իշխանություն, նաեւ կարող ես գնահատել իրենց իշխանության ժամանակ ինչպես են վարվել, բայց կան ուժեր իսկապես, որոնք չեն եղել ոչ իշխանություն եւ նոր են նույնիսկ դարել ընդդիմություն, այստեղ, այսպես ասենք, այլ կրիտերիաներով պետք է կողմնորոշվես։ Հիմա ռետորաբանությանը եւ բովանդակությանը անդրադառնա, պարոն Հակոբյան, քաղաքացու տեսանկյունից ասացիք ինչը պետք է չափի, որպեսզի նաեւ կողմնորոշվի, հիմա հասկանանք քաղաքական դաշտի այս դերակատարները, լինի իշխանություն, ընդդիմություն, իրենք քաղաքացուն, ընտրողին պոտենցիալ, ինչպես են մոտենում են որպես գիտակից քաղաքացի, որին պետք է լուրջ ծրագիր կազմել, ներկայացնել, թե մոտենում են որպես ամբոխի, որին պետք է կառավարել այդ հույզերով, վախով, ատելությամբ, բաժանումներով, պառակտումներով։ Գիտեք, դա կոմպլեքս է, եթե մենք պրագմատիկ դաշտում ենք գտնվում, եթե մենք անկեղծ ենք խոսում, ապա դա կոմպլեքս է այն առումով, որ տարբեր ընտրող կա, որին ընդհանրապես ծրագիրը չի հետաքրքրում առասարակ եւ ընտրողների ընդհանրապես ես կարծում եմ այս ընտրությունները իրենք լինելու են իշխանություն թե ընդդիմություն տրամաբանությամբ նախ եւ առաջ, այսինքն ընտրողների մի զգալի հատվածը ենթադրում եմ մոտ 80%-ը ընդհանուր առմամբ իրենց համար ամենագլխավոր սկզբնական կրիտերիան լինելու է այս քաղաքական ուժը ընդդիմադիր է իշխանությանը թե ոչ այս կրիտերիայով այսպես ասենք բան է գծվելու է այն սահմանը որով ընտրողը արդեն որոշելու է ինքը որ կողմ է միայն դրանից հետո ասենք եթե իշխանության պարագայում դա ամեն ինչ մոտորապես պարզ է մեկ իշխանական բևեռ գոյություն ունի հիմնականում հա իհարկե կլինեն նաև այլ կուսակցություններ բայց այնուամենայնիվ գլխավոր ուժը որը ոչ անցողիկության այդ խնդրեմ ունի, ոչ էլ, այսինքն պայքարելու է իսկապես իշխանության համար դա բնականաբար քաղաքացիական պայմանագիրն է, այն մյուս թևում այնտեղ ավելի մեծ ընտրության հնարավորություն կա։ Այ միայն դրանից հետո, երբ ասենք ինքը կողմնորոշվում է, սրանք ընդդիմություն են, ուրեմն ես եթե սա իշխանություն է, ես իրան չեմ ընտրում, գնում եմ դեպի ընդդիմություն, միայն դրանից հետո սկսվում է այս այն մյուս սելեկցիան, այսինքն այս ընդդիմադիրների մեջ ինքը ում է ուզում։ Այստեղ արդեն մեծ հնարավորություններ կան, որովհետև այստեղ շատ կա զանգված, որին հետաքրքրում է ծրագիրը, այսինքն այն 20%-ի համար արդեն սկսում է հետաքրքրել ի վերջո ինչ է առաջարկում այս ուժը օրինակ սոցիալ-տնտեսական ոլորտում, անվտանգային ոլորտում, աշխարհաքաղաքական առումով որ վեկտորին է պատկանում։ Այս առումով դուք պատկերացրեք, ասենք ընտրող է, որը որ իր համար ինքը արդեն կողմնորոշվել է, որ ինքը իշխանությանը չի ընտրելու, ինքը ընդդիմությանն է ընտրելու, արդեն ինքը սկսում է ընտրել եղածի մեջ։ Ասենք, սա օրինակ պրոռուսական համարվող ուժ է, ասենք, գուցե իր համար ընդունելի չի դա։ Բայց այնտեղ կա, ասենք, եւս մեկ ընդդիմադիր օրինակ Բևեր, որը որ ավելի լիբերալ, ավելի, այսպես ասենք, արևմտյան արժեքներին դավանող ուժ է, ինքը իր համար գտնում է այդ ուժին։ Հետո դրանից հետո երրորդ շերտն է սկսում սելեկցիայի, այսինքն, բայց հա, լավ հասկացանք, պրոռուսական է կամ, չգիտեմ, պրոարևմտյան է, պայմանական եմ, հա, հիմա խոսում, որովհետեւ այսօրվա ժամանակահատվածը այնպեսին է, որ ամեն ինչը բավականին պայմանական է դարձել այս ժամանակահատվածում։ Դրանից հետո արդեն սկսվում է իրականում ինչ ծրագիր է ներկայացնում։ Միայն դրանից հետո, բայց դա հետաքրքրում է ցավոք սրտի մեր ընտրազանգվածի 15-ից մաքսիմում 20%-ին այդ բաները, այսինքն այդ հաստափոր բրոշուրներ են, չէ՞, մեկ-մեկ բաժանում ծրագրերով բանով, հա, ես կարծում եմ դա հետաքրքրում է իրականում 20%-ին, իսկ կա իհարկե նաև մի ընտրազանգված, որը որ շարժվում է էմոցիայով։ Դա բնական է, դա բոլոր երկրներում են այդպես։ Բոլոր երկրներում են այդպես, շատ դեպքերում ոչ թե պայմանական եմ ասում, հա, դա ոչ թե վիրավորանքի համար, ոչ թե գլխով են ընտրություն անում, այլ սրտով
այդպեսի տերմին կա։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ հիմնականում ամենագլխավոր սելեկցիան, ամենաջրբաժանը լինելու է ընդդիմությունը թե իշխանություն, հա, նոր դրանից հետո, այսպես ասենք, ընտրությունը գնալու է արդեն կոնկրետ կրիտերիաներով աշխարհաքաղաքական կողմնորոշում, սոցիալ-տնտեսական ծրագիր եւ այլն եւ այլն եւ այլն եւ ինչու՞ չէ նաեւ անձնական մոտեցում, խարիզման շատ կարեւոր է, ով է խոսում, ով է ասում։ Մենք այս պահին մեր եթերում գովազդ հայտարարենք պարոն Հակոբյան, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք եթերում գովազդը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա, Այ սենսացիան է սա։ Ձրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Նույն տապանում հյուրընկալել եմ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին, պարոն Հակոբյան, մենք շարունակենք մեր հարցազրույցը, ուզում եմ անդրադառնանք օտարերկրյա միջամտությանը այս պրոցեսներին, տարբեր էլի մեղադրանքներ կան, մեկը արևմուտքին է մեղադրում, մյուսը Ռուսաստանին, դուք ինչ եք տեսնում, իսկապես կա օտարերկրյա միջամտություն եւ դրա հետ մենք ինչպես պետք է վարվենք։ Այս առումով ես կարծում եմ մենք աննախադեպ իրավիճակում ենք, որովհետեւ երբևիցե ես չեմ հիշում, որ հայաստանյան ընտրությունների վերաբերյալ այսքան ուղղակի, այսպես ասենք, միջամտություններ լինեն, ըստ էության, կներեք, այսպես ռուսերեն ասեմ, պրախադնոյ դվոր է Հայաստանը դարձել, երկրի հենց իմունիտետի բացակայության մասին է խոսքը գնում, որ տեսեք, ով չի ալար է, ըստ էության ուղղակի իր կարծիքն է հայտնել առաջիկա ընտրությունների վերաբերյալ եւ իր նախապատվությունների մասին է խոսել ուղղակի, այսինքն կարծիք կարող էին հայտնել, չէ, բայց սովորաբար դա սահմանափակվում էր դիվանագիտական այսպես բաներով, ձևակերպումներով, ազատ անկախ եւ այլ է, բան, մենք կուզենանք դեմոկրատիա եւ այլը, հասկանում եք։ Հա, հիմա տեսեք, Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարարը ուղղակիորեն աջակցություն հայտնեց փաստացի մի փոքր դիվանագիտական ձևակերպումներով այսօրվա իշխանություններին, այսօրվա ղեկավարին ասելով, որ ինքը լիդեր է բաներով, հարցումներով, չգիտեմ որ հարցումներով, որովհետև այդ հարցումները շաբաթական մի 5 հատ լինում է, լիդեր է եւ իրենք աջակցում են այդ կուրսին, որը վարում է այսօրվա իշխանությունը։ Ֆիդանը 1։ Եվրոմիությունը ուղղակիորեն այսպես ասելով արձագանքելով Հայաստանի իշխանությունների խնդրանքին իբր հիբրիդային ինչ-որ պատերազմի դեմն առնելու համար ֆինանսավորում է այսօրվա իշխանություններին ուղղակիորեն 15 միլիոն, 20 միլիոնի մասին է խոսքը գնում, սա այսպես բացահայտ թվերն են եւ առաքելություն է ուղարկում ինչ-որ բան օպերատիվ արձագանքման խումբ է, ջոկատ է, չգիտեմ, ինչ-որ տես մի բան, ինչպես դա Մոլդովայում էր, այսինքն սա բացահայտ է ասում։ Վենսը իր այցի ժամանակ նույնպես ուղղակիորեն հայտարարեց, որ իրենք աջակցելու են Նիկոլ Փաշինյանին, այս տղային, հա, այդպես մոտորապես ասեց, այս մարդուն եւ այլը եւ այլը։ Հետագայում դրանից հետո վերջերս ըստ էության մենք տեսանք, որ առանց թեկուզ անուններ տալու, բայց հայաստանյան ընտրությունների մասին ուղղակիորեն իրենց հանդիպման ժամանակ բաց մասում խոսեց Վլադիմիր Պուտինը, որը որ խոսեց Ռուսաստանի բարեկամների մասին, այդ թվում նաև նրանց մասին, ովքեր ռուսական անձնագրով նստած են բանտերում, ըստ էության հորդորելով կամ պահանջելով կամ խնդրելով, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իրենց թույլ տրվի մասնակցել ներքաղաքական այս զարգացումներում։ Այսինքն մենք աշխարհաքաղաքական գրեթե բոլոր ուժային կենտրոնները Ադրբեջանի մասին, դե Ադրբեջանը ըստ էության չի հայտարարում ուղղակիորեն սրա մասին, բայց իր գործողություններով հնարավորինս նպաստավոր պայմաններ է ստեղծում այսօրվա իշխանությունների համար, որպեսզի իրենց դիրքերը ուժեղանա այդ խաղաղության խոսույթի շրջանակում, հա, իբր խաղաղության խոսույթի այդ շրջանակում հրադադար եւ այլը, հասկանում եք։ Ես չեմ բացառում, տեսեք, այս տարածաշրջանային խոշոր խաղացողներից թերևս միակ երկիրը, որը դեռևս իր բանը չի հայտնել, Իրանն է, նա էլ զբաղված է, շատ է զբաղված, բայց ես չեմ բացառում, որ մինչև հունիսի 8-ը իրենք էլ այս կամ այն չափով դրա մասին խոսեն, թեպետ եթե մենք հաշվի առնենք իրենց դեսպանի այստեղ Հայաստանում արված որոշ հայտարարությունները, որտեղ իրենք ասում են, որ Իրանում Հայաստանի այսօր իշխանությունների որոշ գործողություններ ընկալում են որպես թշնամություն գործող ռեժիմի նկատմամբ, հիշում եք, Իրանի գործող ռեժիմը դեռևս միջև պատերազմն է դա, ապա այստեղ էլ որոշակի վերաբերմունք արդեն արտահայտել են, բայց նորից եմ ասում, չեմ բացառում։ Այսինքն չկա որևէ աշխարհաքաղաքական լուրջ բևեռ, որը որ մեր տարածաշրջանի հետ ուղղակիորեն առնչվում է, որը որ արդեն իսկ իր կողմնորոշումը
եւ կոնկրետ համարյա թե անուն կամ կոնկրետ ուղղակի անուններ են տրվել կամ չեն տրվել։ Այս բոլոր դեպքերը բնականաբար միջամտություն են Հայաստանի ներքին քաղաքական կյանքին։ Բոլոր ինչով են վտանգավոր կամ աննորմալ։ Այսինքն եթե կա այս տարածաշրջանի հետ կապված, մասնավորապես Հայաստանի հետ կապված հեռանկար կոնկրետ ծրագիր, որում ներգրաված են խոշոր խաղացողները, բնական չի, որ բոլորներ իրենց դիրքորոշումը պետք է եւ միշտ է այդպես եղել, բայց խնդիրը նրանում է, ես ինչ էի ասում, ես ասում եմ աննախադեպ է նրանում, որ շատ բացահայտ դրա մասին խոսվում էր։ Միշտ եղել է, միշտ եւ լինելու է միշտ մանավանդ փոքր երկրների հետ կապված, ոչ միայն փոքր երկրների հետ կապված, Միացյալ Նահանգների ընտրությունների հետ կապված դուք հիշում եք ինչ սկանդալներ էին առաջանում, ասում էին Ռուսաստանը միջամտում է, այսինքն նույնիսկ ամենախոշոր երկրների հետ կապված, ամենագեոքաղաքական, հենց ամենաուժային մեծ կենտրոնների հետ կապված այդ ամեն ինչը կար, բայց եւ որևէ մեկը ուղղակիորեն դրա մասին չէր խոսում, տակից էր արվում, կողքից էր արվում։ Բայց ուղի խոսելը, պարոն, այդ ուղի խոսելը հենց այդ ուղի խոսելը նախ եւ առաջ ուրեմն նոր աշխարհակաղակական կոնյունկտուրայի, նոր աշխարհակաղակական խաղի կանոնների արտացոլումն է, ավելի շուտ խաղի կանոնների դերևս բացակայության արտացոլումն է, որովհետև հիմա աշխարհը գտնվում է նոր վերաձևավորման դերևս փուլում, այս բոլոր այս պատերազմները եւ Ուկրաինայի հետ կապված պատերազմը եւ Իրանի հետ կապված եւ մի շարք այլ կոնֆլիկտներ, դրանք հենց նրա հետևանք են, որ սեղանի շուրջ չի ստացվել լուծել եւ աշխարհակարգը փոխվում է եւ աշխարհակարգի նոր խաղի կանոններն են ձևավորվում, այսինքն այս պայմաններում քանի որ խաղի կանոններ չկան, բոլորը բացահայտ են այդ ամեն ինչի մասին խոսում եւ երկրորդը ամենակարևոր հանգամանքներից մեկը այն է, որ Հայաստան պետությունը եւ Հայաստանի այսօրվա իշխանությունը այնքան թույլ են իմունիտետի տեսակետից, որ ըստ էության այստեղ ով ինչ ուզում անում է, ով ինչ ուզում, ինչի մասին ուզեք խոսում է, օրինակ նույն Մոլդովան ես հիշում եմ, երբևիցե ես չեմ լսել, որ ասենք ուղղակիորեն անուններ են չեն, թե ում են, այսինքն պարզ էր նախապատվությունները բոլոր հիմնական խաղացողների շատ պարզ են, բայց միշտ չի, որ անուններով, ազգանուններով, այսպես ասենք, հնչում է այդ ամեն ինչը։ Հետո բացի դրանից շատ ես կարծում եմ նաև կարևոր հանգամանքը այն է, որ այլևս այս պահի դրությամբ գոնե հավաքական արևմուտք հասկացողությունը այլևս գոյություն չունի, որպես այդպիսի ես սովորաբար այս առիթով ասում եմ դեռևս պարզ չի, օրինակ նույն Միացյալ Նահանգների այսօրվա ադմինիստրացիան ավելի շատ խնդրեմ ունի Միացյալ Եվրոպայի եվրո կառույցների բյուրոկրատիայի հետ, հա, այս նորմալ առումով, հա, եվրոբյուրոկրատիայի հետ, թե օրինակ նույն Ռուսաստանի հետ ավելի շատ խնդիրներ կան։ Այսինքն այստեղ շատ նորից խայտավղետ է եւ յուրաքանչյուրը իր շահերը ունեն։ Ես համաձայն եմ ձեր բանը հետ, որ քանի որ բոլորը իրենց շահերը ունեն, իրենք, այսպես ասենք, արտահայտվում են։ Հենց խնդիրը նրանում է, որ առաջ չէին արտահայտվում, առաջ անում էին գուցե բոլոր ընտրությունների ժամանակ, հիմա արտահայտվում են, վտանգը ինչու՞մ է, վտանգը նրանում է, որ ըստ էության մենք հիմա երկիրը այնքան թույլ է, որ ինքը դառնում է շահերի բախման կիզակետ այստեղ, այսինքն մենք սա նշանակում է, որ եթե նույնիսկ պրոքսի պատերազմների մենք տարածք չենք դառնում տակ ձևով պատերազմների, ապա առնվազն գոնե քարոզչական, հենց այդ նույն հիբրիդային, հա, այդ հիմա մոդային խոսքով ասեմ, հիբրիդային պատերազմի պրոքսի տարածք է դառնում Հայաստանը։ Այսինքն հիմա մենք տեսնում ենք, որ բոլորը մեկը ֆինանսավորում է իշխանությանը, մյուսը ասենք իր աջակցությունն է հայտնում ընդդիմության ինչ որ մի թևի կամ ինչ որ թևերի, այն մյուսները ասում են լավ կլինի այս մնա իշխանության, քանի որ ինքը մեզ ձեռ է տալի իր այսպես կոչված խաղաղության կոնցեպտով։ Այդ թվում ես առաջ անգամ եմ լսում, որ մեր ավանդական ոչ բարեկամ երկիրը Թուրքիան, հա, այսպես ասեմ, չեմ ասում թշնամի կամ եսիմինչ, իրանք ուղղակիորեն
մտնում են խաղի մեջ, ուղղակիորեն ասելով, առաջի անգամ այն առումը, որ էլեկտորալ process-ի մեջ, որովհետև մի անգամ էլ Թուրքիան 21 թվականին, երբ Հայաստանի գենշտաբն էր հայտարարություն արել, այնտեղից հայտարարություններ իջեցին, որ իրենց համար անընդունելի է, որ Հայաստանում զինվորականները, ասենք, որոշեն իշխանություն փոխել։ Սա է վտանգավորը, որ Հայաստանը դառնում է բախման կետ, եւ եթե այսօր դա սահմանափակվում է օրինակ հիբրիդային տեսքով, վաղը կարող է ցանկացած պահի մանավանդ հիմա առանձնապես որևէ երկիր որևէ աշխարհաքաղաքական ռեսուրսային բևեր առանձնապես կոմպլեքս չունի իր հարցերը լուծելու համար օգտագործել նաև ուղղակի ուժը։ Շատ լավ, պարոն Հակոբյան, ես ձեզ պարզում եմ շատ հարցեր ունեմ, հուսով եմ հաջորդ հաղորդումների շրջանակում մենք դրանք կքննարկենք, բայց ամփոփելով, պարոն Հակոբյան, դուք երկու անգամ այսպես կոչված խաղաղություն ասացիք, հիմա ես ուզում եմ կեղծ նարատիվներով մենք ամփոփենք մեր եթերը, որոնք են կեղծ նարատիվները եւ այս համատեքստում այդ դեպքում Փաշինյանը ինչ ինքնիշխանության եւ անկախության մասին է խոսում, որովհետեւ բազմիցս շեշտել է, որ մենք հիմա առավել քան անկախ ենք, առավել քան ինքնիշխան ենք, ինչ կարող եք ասել դրանով ամփոփել։ Ես կարծում եմ դա ինքը իրեն կեղծ նարատիվ է, որովհետև ասել, որ մենք հիմա անկախ ենք, որովհետև որևէ թոք չկա մեր գլխին, մեր վզից կախած, իսկ թոքը դա ինչպես ինքն էր պնդում, դա երկու առնվազն մեծ թոքի մասին էր խոսքը, մեկը Արցախն էր, Արցախյան շարժումը ընդհանրապես ինքը համարում էր, որ դա մեծ թոք է, մենք Արցախը հանձնեցինք եւ իբր հիմա ունենք այս բանը, անկախ Հայաստան, Արցախն էր մեզ խանգարում անկախ Հայաստան լինելուց, եւ երկրորդ թոքը, պայմանական թոքը, դա ցեղասպանությունն էր, ասում էր, չէ, որ դա միջև ես ինչ թիվը սովետական միությունն է, այդ թեման բարձրացրել եւ այլ։ Այսինքն դա կեղծ նարատիվներ են, այն առումով, որ մենք մեր անկախությունը կամ մեր կադաստրի թուղթը մեզ միշտ էլ մենք ունեինք այն երկրները, այն 150 կամ չգիտեմ ինչքան երկրները, որոնք 90-ականներին ճանաչել էին Հայաստանի Հանրապետության անկախությունը, իրենք ճանաչել են ինչ-որ սահմաններում, ընդհանրապես անկախություն ճանաչումը, հենց դա է կադաստրի թուղթը, երբ մակում բարձանում է քո դրոշը, դա նշանակում է, որ դու արդեն գոյություն ունես ինչ-որ տարածքում, ինչ-որ կադաստրի թղթով պայմանական, հիմա ես Փաշինյանի բանով եմ խոսում, հա։ 29743-ի մասին չի խոսքը։ Դա փաստ է, հիմա գիտեք որևէ մեկը չէր վիճարկում ընդհանրապես, դու 29743 ուներ, թե 29800 ամենայն դեպս ժամանակին այդպես էր համարվում, այսինքն որևէ մեկը չէր վիճարկում այդ թեման, այս թեման վիճարկում էր միայն Հայաստանում իշխանությունը վիճարկում էր, չգիտեմ ում հետ ժողովրդի հետ, ասում էր մենք կադաստրի թուղթ չունենք, հիշում եք, այդ ամեն ինչից սկսեց, հետո պարզվեց, որ մենք կորցնելով Արցախը, ընդ որում հետագայում նաև պարզվեց, որ դա միտումնավոր էինք կորցնում, որպեսզի անկախություն ձեռք բերենք, սա ամենակեղծ նարատիվներն են ընդհանուր առմամբ։ Գիտեք, ամենակեղծ նարատիվներից մեկը ես ընդհանրապես նաև համարում եմ խաղաղության թեզը, որովհետև ես կարծում եմ, որ մենք չունենք խաղաղություն հիմա։ Մենք ուղղակի պատերազմը տաք ֆազայից հիմա ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այդ թվում ռեգիոնալ կոնյունկտուրայի փոփոխությունից ելնելով եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված հայտարարված Ալիևի կողմից հայտարարված հրադադարի հետ կապված, մենք ունենք ընդհանրապես որ տաք ֆազան տեղափոխվել է հիբրիդային պատերազմի ֆազա, որտեղ հիբրիդային պատերազմ հասկացությունը, որը որ հիմա մեր մոտ տրենդի մեջ է իշխանությունների թեթև ձեռքով, եթե դուք նույնիսկ դասագրքային սահմանումը վերցնեք, հա, համեմատաբար իհարկե նոր տերմին է, ինքը հենց դա էլ նշանակում է, ինչ որ Ադրբեջանը վարում է Հայաստանի դեմ ընդհանուր առմամբ, այսինքն դա ճնշումն է, քաղաքական ճնշումը, որոշակի փափուկ ուժի կիրառումը, ասենք երկաթգծով մի քանի վագոն այս կամ այն կողմ քշելը կամ գիտեք, չէ, վերջերս բացվեց, որ նույնիսկ իրենք էլ ներմուծել $960 Եվ մինչև հիմա մենք փորձում ենք հասկանալ այդ թիվային իրական թիվը։ Ծաղիկ է։ Այո։ Ծաղիկ էր, բարձվեց հոլանդական, ծաղիկ էր այս տարածքով տարել էին, 3 բարձվեց, հա։
Այսինքն ուղղակի մենք հիմա տաք ֆազայից պատերազմի գտնվում ենք հիբրիդայինի ֆազայում, ինչպես Ալիևն էր ասում էր մենք էլ տանկերով չենք գալու, մենք գալու ենք մեքենաներով։ Այսինքն մենք այդ ֆազայում ենք։ Եթե որևէ երկրի ղեկավարը անընդհատ խոսում է նկարտումների մասին տարածքային, տարբեր տեղանուններով ադրբեջանական անվանում քո մայրաքաղաքից սկսած Սևանա լճով վերջացրած, անընդհատ խոսում է, որ 300-ից 350,000 ադրբեջանցիներ պետք է վերադառնան իրենց բնորանները եւ դա անվանում է Արևմտյան Ադրբեջան եւ միշտ ասում է, որ իրենք վերադառնալու են ոչ թե տանկերի վրա, այլ բան, իրենք հենց դա էլ անում են։ Այսպես ասենք, եթե կարելի է առանց տանկերի գալ հիբրիդային պատերազմով ինչի մտնես տաք պատերազմի մեջ, մանավանդ այդ տաք պատերազմը ինքը պոպուլյար չի նաև Ադրբեջանում, ոչ միտեղ չեն սիրում, երբ որ մարդիկ են զոհվում, երբ որ իրենց զավակներն են զոհվում, իսկ այնտեղ այս վերջի պատերազմի ժամանակ 44 օրը այս նկատի ունեմ, ահռելի քանակով մարդիկ են, մենք մեր զոհերի մասին գիտենք, ասում ենք, նույն վիճակը, նույն այդ դժբախտությունը իրենց մոտ է եղել։ Այսինքն եթե կարելի է այս ֆազայով գնալ, այս դրա համար եմ ասում, որ ցանկացած ուժ, որը որ կգա իշխանության, դա եթե դա իհարկե ընդդիմության մասին է խոսքը, որտեղ իշխանությունը ունի իր ծրագիրը։ Դուրդ գալիս է, դուրդ չի գալի, իր խաղաղության կոնցեպտը սա է։ Հա, ով որ գա, ինքը պետք է գա իսկապես խաղաղություն հաստատելու։ Այս հիբրիդային պատերազմի ֆազայից էլ հանի Հայաստանը։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։